Ալեն Սիմոնյանն ու իր նշանածը Ամելիա Գուբրյանն այս օրերին գտնվում են Փարիզում։ Քաղաքական գործիչը սիրո քաղաքից նոր հրապարակում է արել կիսվելով ռոմանտիկ կադրով։ Լուսանկարում զույգը պատկերված է Էֆելյան աշտարակի ֆոնին։ Հրապարակումը մեծ ուշադրություն է գրավել համացանցում, իսկ հետևորդները շտապել են ջերմ մեկնաբանություններ թողնել։ Նշենք, որ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ էլ տեսվել է ջերմ ու սիրառատ լուսանկարներով սիրելիի հետ հանգստից։ Իսկ հրապարակման մեկնաբանությունների դաշտում դրական արձագանքները բազմաթիվ են։ Համացանցը դեռ շարունակում է քննարկել փետրվարի 28-ին կայացած ԱԺ-պատգամավոր Ալեն Սիմոնյանի և դերասանուհի մոդել Անելիա Գուբրյանի նշանադրությունը։ Սոցհարթակներում օգտատերերի աչքից չի վրիպել այն փաստը, որ Անելիա Գուբրյանը դեռ տարիներ առաջ, երբ էլ չէր նկարահանվում, ապա ակտիվացրեց իր սոցիալական էջերը։ Դա հնարավոր է նաև կապված է անձնական կյանքի նոր փուլի հետ։ Անելիան իր արխիվային հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել էր անձնականից, նշել, որ ունի սիրելի, սակայն դեռ համատեղ հրապարակումներ անել չի պատրաստվում։ Երբ ամեն ինչ կայուն լինի, կհրապարակեմ մեր լուսանկարները, ընտրյալս իմ ոլորտից չէ։ Զենֆիրան մի երգ ունի, կոչվում է «Փնտրել եմ»։ Ես այդ երգը չէի սիրում, որովհետև չէի հասկանում։ Հիմա այն իմ ամենասիրելի երգերից է, քանի որ նա իր բոլոր պատկերացումները բավարարող մարդ է։ Երբ հասկանամ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես ես եմ ուզում, կանեմ նաև հրապարակումներ։ Երբ դերասանուհին նոր ֆոտոշարք էր իրականացրել, որտեղ մինչև գոտկատեղն առանց հագուստի էր և ձեռքերով փակել էր կուրծքը, լուսանկարները հրապարակելուց կարճ ժամանակ անց, սակայն նա հեռացրել էր դրանք։ Ըստ Անելիայի, ֆոտոշարքն իր համար համարձակ էր այնքանով, որ հասկացել է՝ իր կարիերայում հասել է մի կետի, երբ կարող է աշխատել նման լուսանկարչի հետ և իրեն նման բան թույլ տալ։ Ինչ վերաբերվում է ծնողների և սիրելիի արձագանքին, Անելիան ասաց. «Ես արդեն 20 տարեկան եմ, չափահաս եմ, ոլորտում բավականին փորձ ունեմ։ Երբևիցե չի եղել խնդիր, որ ծնողներս ինձ ինչ-որ բան արգել են կամ ես նրանց հարցնեմ նոր անեմ տվյալ քայլը։ Ծնողներս գիտակցում են, որ առաջին հերթին ինքս ունեմ արգելքներ ու սկզբունքներ, որոնք չեմ անցնի։ Հասկանում են, որ ինձ ավելորդ ոչինչ երբեք թույլ չեմ տա։ Լուսանկարները տեսել են, գնահատել։ Ոչ մի խնդիր չի առաջացել։ Եթե նույնիսկ նրանք ինչ-որ բան ինձ թույլ տան, բայց դա դեմ լինի իմ սկզբունքներին, չեմ անի։ Նույնը սիրելիս դեպքում է եղել»։ Նրա խոսքով հրապարակումներից հետո ագրեսիա է նկատել։ Շատ մեծ ցավով ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայ հասարակությունն ընդունակ չէ տարբերել էսթետիկը վուլգարից։ Օտարազգիների դեպքում մարդիկ հիանում են, իսկ իրենցը վատաբանում։ Ես յուրաքանչյուր ոլորտում դեմ եմ չարախոսությանը և չեմ հանդուրժում ոչ մի չարախոսություն։ Իմ էջում և իմ հանդեպ ևս չեմ հանդուրժի։ Լուսանկարների հրապարակումից հետո մարդիկ սկսեցին իրենց ոչ ճիշտ պահել։ Մեծ ագրեսիա նկատեցի, այդ պատճառով էլ հեռացրի լուսանկարները։ Մարդիկ արժանի չեն տեսնելու և գնահատելու գեղեցիկը։ Լուսանկարները նուրբ են, էսթետիկ։ Աշխատել եմ ոլորտի լավագույններից մեկի հետ։ Առաջին հերթին լուսանկարիչը թույլ չէր տա, որ իր աշխատանքը տգեղ լիներ կամ այլ կերպ հասկացվեր։ Բայց լուսանկարներ չեմ արել, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցեմ։ Դա արել եմ մաքսիմալ էսթետիկ ու նուրբ ձևով։ Եվրոպայից, Ռուսաստանից, Վրաստանից մոդելային ասպարեզում գտնվող ծանոթներ ունեմ, ովքեր հիացած էին այդ աշխատանքով։ Թերթ-ի հետ զրույցում նշել էր մոդելը։ Երբ հայկական եթերում ցուցադրվում էր «Ավազե դղյակ» սերիալը, որի գլխավոր դերերում հանդես էին գալիս ինչպես հայտնի ու սիրված արտիստներ, հանդես եկավ նաև 17-ամյա մոդել Անելիա Գաբրիելյանը, ով «Բրավո»-ի հետ զրույցում խոսել էր իր կերպարի, Նարեկ Դուրյանի հետ խաղից ստացած ադրենալինի, մայրիկի մոդել ընկերուհիների մասին և ոչ միայն։ Բարձրահասակ տղայի փնտրտուքներ։ Ամեն ինչ շատ հանկարծակի ստացվեց։ Ուշ երեկոյան ինձ զանգահարեցին և կանչեցին Արմենիա հեռուստաընկերություն։ Ես ու մայրս մեկ ժամ անց հասանք այնտեղ ու ռեժիսորն ասաց՝ շուտ մի տեքստ վերցրու, անգիր արա ու խոսիր։ Մի քիչ անսպասելի էր, բայց երևի ինչ-որ բան ստացվեց։ Հետո նա ասաց՝ բայց լավն ես, գիտես, 2 օր անց էլ մասնակցեցի փորձնական նկարահանումների, որպեսզի պարզեն տեսախցիկի հետ իմ աշխատանքն ինչպես է ստացվում։ Այդ փուլը նույնպես հաղթահարեցի։ Միակ խնդիրը մնում էր այն, թե որտեղից պիտի իմ հասակին՝ 180 սանտիմետր, տղայի գտնեին։ Եվ ես ստիպված էի 1 օրում մոտ 10 հոգու հետ սիրային տեսարաններ խաղալ, որ հասկանայինք ում հետ են մեր կերպարներն ավելի համահունչ։
Այդպիսով ընտրվեց Վահագն Մարտիրոսյանը։ Մեզ համար ադրենալին էր։ Դերասանական փորձ նախկինում ունեցել եմ, նկարահանվել եմ գովազդային հոլովակներում, Դալամ Նացականյանի կարճաժամկետ ֆիլմերում, բայց ամենամեծ փորձն ինձ թատրոնը տվեց։ 2 տարի խաղացել եմ Բոհեմ թատրոնում Նարեկ Դուրյանի հետ։ Միասին հանդես են գալիս ներկայացման գլխավոր դերերում։ Թատրոնում սխալվելու իրավունք չունես, չես կարող 15 դուբլից ստանալ այն, ինչ ուզում ես։ Ծայրահեղ դեպքում կարող ես իմպրովիզի դիմել, որն էլ թատրոնի տված ամենամեծ դասերից մեկն էր։ Գիշերվա ժամը 1-ին զանգում էր Նարեկ Դուրյանը, ասում էր՝ «Բեմն ազատ է, շուտ եկեք փորձի»։ Մենք էլ 12 տարեկան երեխաներ, վազում էինք թատրոն, դա մեզ համար ադրենալին էր, անչափ հաճելի էր, երբ 300 հոգանոց դահլիճ ես ծիծաղեցնում, իսկ երբ հանկարծ տեքստդ մոռանում ես, պահի տակ այնպիսի արտահայտություն ես անում, որ բնօրինակից էլ լավ է ստացվում։ Այդ առումով թատրոնը շատ մեծ փորձ տվեց, որը նույնիսկ կարող է շատ սերիալներ ու ֆիլմեր չտային։ Ես դեռ 17 տարեկան եմ, եւ երբ ռեժիսորն իմացավ այդ մասին, մտավախություն հայտնեց, թե ճիշտ չի լինի, որ սիրային տեսարաններում նկարահանվեմ, համբուրվեմ եւ այլն։ Բայց ես ասացի, եթե այդ ամենը գեղեցիկ է նայվում, ապա խնդիր չկա, նույն ասացի նաեւ ծնողներիս։ Հայրիկիս մի քիչ դժվար էր համոզելը, բայց ի վերջո ստացվեց։ Ռեժիսորն էլ այնքան վարպետորեն էին իրենց գործն անում, որ հրաժարվելու պատճառ չկար։ Եթե ինչ-որ էժանագին տեսարան լիներ, ես երբեք չէի համաձայնվի նկարահանվել։ Այս տարի կավարտեմ դպրոցը, կընդունվեմ համալսարան, որտեղ հաղորդավարական դասերի կանցնեմ ու հետագայում ուժերս կփորձեմ նաև այդ ուղղությամբ։ Անկեղծ ասած 1.5 տարի պարապեցի, որ ընդունվեմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, բայց ընդամենը մի քանի օր առաջ հետ կանգնեցի այդ որոշումից։ Հասկացա, որ իմ խիտ աշխատանքային գրաֆիկը թույլ չի տալի արժեք մասնագիտանալ որպես տնտեսագետ, նորմալ հաճախել դասերին ու մասնակցել քննությունների։ Ավելի լավ է հեռակա ուսուցում ստանամ այնպիսի ֆակուլտետում, որը կօգնի ավելի արհեստավարժ լինել հեռուստաեթերում։ Մի խոսքով ընդունվելու եմ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետ։ Տեսնենք ինչ կստացվի։ Մայրս ու նրա ընկերուհիները Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Գոհար Հարությունյանը, Անգելինա Բաբաջանյանը եւ այլք այս քաղաքի ամենահայտնի մոդելներն էին։ Ինքս էլ դեռ 4-5 տարեկանից մասնակցում էի ցուցադրությունների։ Դեռ 2019 թվականին ուներ հագեցած ու աշխատանքային գրաֆիկ։ Ամփոփելով տարին 19-ամյա մոդելը նշել էր, որ դժգոհելու առիթ չունի, քանի որ անձնական կյանքում եղած ձեռքբերումը լրացնում է կյանքի մյուս ոլորտների անկումները։ Տարվա ընթացքում մեծ կորուստ ունեցա։ Ամենամեծ կորուստս զուր վատնած ժամանակն է, որ սխալ մարդկանց վրա եմ ծախսել։ Ժամանակը շատ եմ գնահատում եւ համարում եմ մեր կյանքի ամենաթանկ երևույթներից մեկը։ Երևի ամենից շատ հենց ժամանակիս համար եմ ափսոսում։ Տարվա ամենամեծ ձեռքբերումս անձնական կյանքում էմոցիոնալ կայունությունն է։ Մի տեսակ ներքին հանգստության եմ հասել, հասկանում եմ ինչ եմ զգում եւ ամենակարևորը գիտեմ ինչպես վարվել զգացմունքներիս հետ։ Անդրադառնալով անձնական կյանքում փոփոխությանը, Անիելան շփիտով խոստովանեց. «Շատ սիրահարված եմ։ Այն, ինչ հիմա զգում եմ, սովորական սիրահարվածություն չէ։ Թե ընտրյալս ով է, ինչ մասնագիտության տեր է եւ ինչ ոլորտից է, չեմ ուզում նշել։ Անձնական լուրջ փոփոխության ինքս դեռ պատրաստ չեմ։ Հիմա սպասելիքներ չունեմ, թե երբ պատրաստ կլինեմ, երբ այդ պահը կհասունանա, չգիտեմ։ Անձնական էմոցիաների տեսանկյունից առայժմ լրիվ բավարար է այն, ինչ կա»։